Ամռան ամիսներին Հայաստանում ջրանջատումներ ամեն դեպքում կլինեն 7 ժամվա փոխարեն 3 կամ 4 ժամ։ Ազգային ժողովում Ջրային կոմիտեի նախագահը փորձում էր փարատել ընդդիմադիր պատգամավորների կասկածները։ Օրինակ, ինչպես ստացվեց, որ կառավարության միջամտությունից հետո հայտարարեցին ջրամատակարարման ժամանակացույցը կվերանայեն։ Հրաշք կառավարության միջամտությամբ այլևս այդ ժամանակացույցը չի փոխվի եւ այլն եւ այսպես շարունակ։ Հիմա հարց. Այդ ո՞նց է լինում, որ այդ տարիներով կուտակված խնդիրը մի հատ կառավարության զանգով դες կարգավորվում։ Արդյոք սա մանիպուլյացիա չի։ Մանիպուլյացիա չկա, գաղտնիք էլ չկա, ես արդեն նշեցի, ներդրումներ են արվում ենթակառուցվածքների արդիականացման հիմնանորոգման ուղղությամբ եւ դրանց արդյունքում ունենալու են խնայված ջուր։ Ումիջ ընդդիմությունը փորձում էր գուշակել, թե ինչպես ստացվեց կուտակված խնդիրները կառավարության մեկ զանգով լուծել, իշխանության ներկայացուցիչները շրջանցելով այդ հարցի պատասխանը գնդակն այլ դաշտ էին տանում։ Գիտեք ինչն է սպանիչ։ Այսա ասեմ ինչն է սպանիչ, որ օրինակ ձեր գործընկերոջից դաշնակցական Լևոն Մկրտչյանից, ով եղել է կրթության եւ գիտության նախարար, երկարամյա ապօրինի գույքով դատախազությունը պահանջում է 26 անշարժ գույք, 7 տրանսպորտային միջոց, 1 միլիարդ դրամից ավելի գումար։ Այ դա է սպանիչ։ Նիստի օրակարգում 26 հարցերի շարքում էր նաև ԿՊԱ-ական Թագուհի Ղազարյանի ու Սիսակ Գաբրիելյանի նախագիծը, որով պատգամավորները ցանկանում են եկեղեցիները հանձնել կառավարությանը։ Ըստ նախագծի հեղինակների, օրենքը թույլ կտա խուսափել եկեղեցիների օտարման գործընթացից։ Սա ենթադրյալ եւ վարկաբեկիչ թեզ է, որովհետեւ հայ առաքելական եկեղեցին երբեք որևէ հուշարձան չի օտարել եւ ոչ էլ պատրաստվում է օտարել պատմության եւ մշակույթի որևէ անշարժ պաշտամունքային կառույց։ Երկրորդ, օրինագիծը իմաստազուրկ է եւ չի նախատեսում գործնական արժեք ունեցող իրավական կարգավորում, քանի որ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների նպատակային նշանակությունը որևէ մեկը իրավասու չէ փոխել անկախ վերջինի սեփականության ձևից։ Ազգային ժողովի միջանցքում էլ զրույցները երկրի արտաքին ու ներքին օրակարգի մասին էին։ Նախ ներքինի մասին։ Սիմոնյանը ներկայացրեց, թե ինչպես է պատկերացնում մյուս ազգային ժողովի կազմը։ Ազգային ժողովի նախագահը հունիսի 7-ից հետո ոչ երկրորդ, ոչ էլ երրորդ նախագահի գլխավորած քաղաքական ուժերին ազգային ժողովում չի տեսնում։ Քոչյանը թող ղեկավարման մասին չխոսի, Քոչյանը այլ բան ունի անհանգստանալու, հաջորդ պարլամենտական ընտրություններին ինքը հատելու է շեմը դաշնակցության հետ եւ հայտնելու է պարլամենտում, թե իր ամբողջ ընդդիմադիր ռեսուրսը, որը որ հայկական դաշտում կա, այլ կուսակցություններ են վերցնելու, 2-3 ընդդիմադիր ուժ կարող են հատել անցողիկ շեմը, որոնցից 2-ը ակնհայտ կամ չեն հատելու, կամ դժվարությամբ են հատելու, այսինքն լինելու է մի հատ մեծ որևիցե ուժ, դա արդեն ընտրարշավը ցույց կտա։ Կարծում եմ, որ կամ այս նոր ստեղծված մեր ձևով տարբերակն է, կամ Ծառուկյանի տարբերակն է։ Սիմոնյանն անդրադարձավ նաև կաթողիկոսի դեմ արշավին ու նշեց, իրենք շարունակելու են գործընթացը, դադար չեն վերցնելու, անգամ քարոզարշավի շրջանակում։ Ինչ վերաբերում է վարչապետի պատարակներին գնալուն, դա իր անձնական որոշելիքն է, ինքը գնալու է, էլի է գնալու, ես վստահ եմ, խոսել եմ իր հետ դրա մասով, նույնիսկ քարոզարշավի հետ կապված մենք խոսակցություն ենք ունեցել, ասել է ես չեմ կարող, ես պետք է գնամ պատարակների։ Ու մինչև հարավում ու հյուսիսում պատերազմներ են, ըստ Ալեն Սիմոնյանի, Հայաստանում խաղաղություն է հաստատել իրենց իշխանությունը Ադրբեջանի օգնությամբ։ Սեդամ Ակարյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։